Մեր մարմնի ամենախոշոր օրգանը մաշկն է համարվում։ Այն ապահովում է ջերմակարգավորում եւ պաշտպանությունը, ինչպես նաեւ շրջապատող աշխարհի հետ հաղորդակցության ամենազգայուն միջոցն է հանդիսանում։ Եթե ձեր մաշկը առողջ չի, ուրեմն դուք ներքին շատ լուրջ խնդիրներ ունեք։ Այս է պատճառը, որ շատ բժիշկներ առողջության պահպանման առաջնային միջոցառումներից են համարում մաշկի ճիշտ խնամքը եւ դրա հետ կապված բոլոր միջոցառումների առավելագույն անվտանգությունը։ Այսօր նման հարցերի շուրջ կխոսենք Վենուս մազահեռացման ստուդիոյի ներկայացուցիչ բժիշկ Աշխեն Դանիելյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խոսում ենք շատ կարևոր թեմայից, Սերգեյի համար կարծում եմ շատ հետաքրքիր, ճակերտավոր։ Ինչի մասին է։ Մազահեռացում այսօր հայ աղջիկների կանանց Դա այն թեման է, որ տղամարդիկ լսում են, հետաքրքիր է, բայց առանձնապես ասելու բան չի։ Կանանց աղջիկներին նաև տղամարդկանց շատ տարբեր միջոցներ են առաջարկվում այս խնդիրը լուծելու համար։ Ինչ միջոց կառաջարկեք դուք։ Դες մի փոքր խոսեմ մեր համակարգի մասին, դա Վենուս գերմանական համակարգն է, Գերմանիայի մոտ 36 խոշորագույն քաղաքներում կան նման կենտրոններ, կոչվում են Վենուս մազահեռացման ստուդիոներ։ Դա բավականին անվնաս մեթոդ է, բացարձակ անցավ, այսինքն դա այն համակարգն է, ամբողջ Գերմանիայում մազահեռացումը կատարվում է միայն տվյալ համակարգով եւ մենք Հայաստանում միակ ներկայացուցիչն ենք իրենց։ Մեր կենտրոնը նաև տարբերվում է նրանով, որ մեզ մոտ աշխատում են բժիշկ մաշկաբաններ, կոսմետոլոգներ, դերմատոլոգներ, որոնք բարձր վերապատրաստում ունեցող մասնագետներ են եւ ցանկացած հարցով, որը որ դիմեն մեր կանայք եւ աղջիկներ, իրենք բոլոր հարցերին ստանում են սպառիչ պատասխաններ եւ իհարկե իրենց հարցերը լուծում են։ Հիմա քանի որ մենք ունենք հնարավորություն տալ հարցել ու ստանալ սպառիչ պատասխաններ, շատերը ասում են այո, ցավոտ չէ, բացարձակ, բայց գնում ես ու համոզվում ես, որ ամեն դեպքում ցավ կա։ Ցավոտ չէ համեմատած այլ միջոցների հետ, թե իրոք բացարձակ Չէ, իրոք բացարձակ ցավոտ չէ, որտեղ այդ համակարգ ունի բացարձակ շատ խիստ սառեցման համակարգ, այսինքն բացի մի թեթև սառնությունից եւ շատ քիչ տաքությունից հաճախորդներ մեզ դիմաց պացիենտկաներ ոչինչ չեն զգում։ Ինքը տվյալ մեթոդը աշխատում է այսպես, լույսը տվյալ հանդիպեց գունապիգմենտի հետ, այսինքն մելանին գունապիգմենտի հետ, որը տվյալ մազի գլխիկն է, որը տեղակայված է մաշկի արտաքին շերտում, մեծ քանակությամբ ջերմային էներգիա է անջատվում, որի հաշվին քայքայվում է հենց մազի ֆոլիկուլ, այսինքն դրա հաշվին մենք ունենում ենք բավականին լավ եւ բարձր արդյունքներ։ Ստացվում է սա լազերային տարբերակ է, հա, մազահեռացումը։ Չէ, ինքը լազերային չէ, դա երկու տիպի լույս է։ Մի լույսը քայքայում է մազարմատը, մյուսը քայքայում է մազարմատը ստունցող ֆոլիկուլը։ Դա ոչ լազեր է, ոչ ֆոտոլույս է, դա Վենուս գերմանական համակարգն է, մազահեռացումը։ Որևէ ճառագայթում կամ կողմնակի ազդեցություն կա։ Ոչ, կողմնակի ազդեցություն, որտեղ դա 460 նանոմետր ալիքի երկարություն է, իրենց ներկայացնում ես բացատրեցի, բացի մազի ֆոլիկուլից դա ոչ մի բան չի ազդում, այսինքն եթե կա մազ, լույսը կլանում է եւ քայքայում է մազի ֆոլիկուլը, եթե չկա մազ տվյալ հատվածում ոչինչ չի, բացարձակ դա չի ազդում։ Հակացություն որևէ մեկին կա, որևէ հիվանդության դեպքում կամ հղիության դեպքում։ Այո, իհարկե հակացությունները դա հղիությունն է, հակացություն, հղիություններ ունենք նաև շաքարային դիաբետի դեպքում, դա էլ է հակացություն համարում, սրտանոթային, եթե ինչ-որ շունտավորում կա, իմպլանտներ կան օրգանիզմում, միայն դրանք են հակացությունները։ Ոչ, ատոմի իմպլանտներ, չէ, խոսքային մասին, եթե ասենք գլխի հետ կապված ինչ-որ խնդիրներ են ունեցել եւ իմպլանտացիա արվել, դա մասին է խոսքը։ Մազի արկայությունը ամեն դեպքում բավական ինդիվիդուալ հարց է, հա, եւ կա գունային տարբերություն, որ շատ դեպքերում ավելի շիկահեր աղջիկները ունենում են խնդիր, որ դրա չի հեռանում առհասարակ, եւ կա նաեւ խնդրում եմ այս մասին փոքր խոսեք եւ շարունակենք։ Վենուս համակարգը թույլ է տալիս բոլոր տիպի մազերի վերացում, այսինքն եւ բաց եւ մուգ դա կապ չունի, բոլոր տիպի մազեր կախված գույնից վերանում են։ Եվ այս դեպքում հենց դա էի ուզում հարցնել, կա տարբերություն, օրինակ մուգ գույնի մազերը, մազարմատները ավելի շուտ են վերանում, բացը ոչ։ Չէ, նման խնդիր Վենուս համակարգը չունի, այսինքն լուծում են եւ բաց գույնի մազերով դիմաց պացիենտկաների մազերի վերջնական ձերբազատում է լինում, երբ մուգի դեպքում, այսինքն մազի գույնը Վենուս համակարգի դեպքում կապ չունի։ Վերջնականապես ազատվել այս խնդրից ի վերջո հնարավոր է, թե դու պարբերաբար ինչ-որ կուրս անցնելուց հետո պիտի տարվա մեջ էլի հետևես։ Չէ, հնարավոր է, այսպես է, մեզ մոտ սկզբում հաճախում են մոտ 4 անգամ 14 օրը մեկ, դա մազի աճման փուլի հետ ենք հաշվարկել, հա մենք։ Հետո արդեն 4 անգամ 14 օրը մեկ հաճախելուց հետո գալիս են 21 օրը մեկ, 6-ից 12 այցելությունը թույլ է տալիս, որպեսզի լրիվ բացարձակ ձերբազատվեն մազերը։ Գիտեք, ամեն անգամ դիմահարդար ինձ ասում է, որ ես լավ չեմ սափրվել եւ կարող եմ կամ մի հատ վերացնեմ պրսնեմ, տենց լոմա։ Իհարկե, մեզ մոտ դիմում են տղամարդիկ, լրիվ կարելի է վերացնել մորուքը։ Կարելի է, ինչու՞ չէ, հիմնական շատ լողորդներ ունենք, սպորտսմեններ ունենք եւ իհարկե տղամարդիկ այտերի հատվածում, որը շատ լուրջ խնդիր է, այո, իրենց համար դիմում են եւ բավական լավ արդյունքներ ունենք։
Ինչպես կգնահատեք Հայաստանում աղջիկները, կանայք, նաև փաստորեն արդեն տղաները հետևում են իրենց ավելի շատ, քան Եվրոպայում, թե որովհետև որքան լինում է շրջագայում, մենք միշտ նկատում ենք, որ Եվրոպայում մի փոքր բարձի ցողի վիճակում են, հա, գուցե մենք շատ ենք մեզ հետևում, սա կա թե չկա։ Թե մենք ավելի շատ խնդիր ունենք մեզ հետևելու։ Չէ, կամ այո, մենք ավելի շատ ենք հետևում, Եվրոպայում էլ են հետևում, այնպես չի որ այնտեղ չեն հետևում։ Ուղղակի մազածածկույթը մի փոքր երբեմն անգամ գեղեցկություն է համարում, Չէ, նայած երկրներ, չէ, ասի, որովհետև Եվրոպայում ունենք տղամարդիկ միշտ օգտվում են ոսկի ծառայություններից եւ նմանատիպ այլ ծառայություններից։ Չէ, մենք ուղղակի շատ չենք հետևում։ Լավ է որ արդեն հետևում ենք։ Եվրոպայում տղամարդիկ հետևում են իրենց մազածածկույթին, ուրա դրանց մազ։ Դե բացի իրենց որ բաց գույնի են նաև։ Քանի որ ուր է իրենց մազ, հասանք այս թեմային, ինչու է պայմանավորված, որ հայերիս մոտ մազածածկույթը ավելի արատ է, քան դե դա գենետիկորեն է։ Որպես բժիշկ։ Այո, որպես բժիշկ դա մեր գենետիկան է այդպեսին առաջի հերթին, երկրորդ հերթին մեր Էվոլյուցիոն շրջան դեռ չենք ապրում, մինչև վերջ։ Այո։ Մեր եղանակային պայմանները մեզ մոտ այսինքն մի քիչ տեղակայվությունը երկրի այնպես է որ մեզ մոտ արևը շատ ուժեղ է, որը որ թույլ է տալիս մազերի ակտիվաճ է լինում եւ այլն, հետեւաբար դա մեր ավելի շատ եղանակային պայմաններից է, հա։ Իսկ երբ սա լինում է ոչ թե որովհետեւ մենք այդպեսին ծնվել ենք, հա, այլ պարզապես կան հորմոնալ խնդիրներ, որի արդյունքում ունենք մազածածկույթի այսպես շատ արատ վիճակ։ Մենք կարող ենք դիմել, բուժվել, հետազոտվում են, թե պարզապես հորմոնալը դեռ չեն անում, քանի դեռ հորմոնալ խնդիրը չի լուծվում։ Այս դեպքում ինչպես է։ Մեզ մոտ երբ որ դիմեցին պացիենտկաները, մենք հավաքում ենք անամնեզ։ Այսինքն, եթե զգում ենք, որ սովորաբար կանայք աղջիկներ ունեն այնպիսի հատվածում մազեր, որոնք որ հասու չեն կանայց, կզակի հատվածում, մեջքի հատվածում, փորիկի հատվածում, մենք իրենց անպայման ուղարկում ենք ախտորոշման։ Ախտորոշում անցնելուց հետո, եթե իրենք վերադառնում են պատասխաններ, եթե չունեն հորմոնային խնդիրներ, եթե չունեն, այսինքն այնպիսի խնդիրներ, որոնք ստիպում են, որ օրգանիզմում առաջանան մազածածկույթ, մենք սկսում ենք արդեն պրոցեդուրա։ Իսկ եթե կան այդ խնդիրներ, զուգահեռ նրանք անցնում են բուժում եւ կատարվում է վենուս համակարգով էպիլյացիան, որը որ շատ ավելի էֆեկտիվ է լինում։ Այսինքն չկա խնդիր հորմոնալ խնդիրը լուծելու նոր անցնելու մազահեռացում։ Չէ, զուգահեռ դա կատարվում է եւ բավական լավ արդյունքներ են կունենալու։ Հիմա արդեն շուտով կարծես թե եղանակը արդեն բարհաճ է մեր նկատմամբ եւ արևը վերջապես կբացվի, ասում են թե, չգիտեմ որքանով է սա ճիշտ, դուք ավելի ճիշտ կասեք, որ եթե արդեն արևայրուք ստանալու շրջանն է սկսվում, չի կարելի զուգակցել, ինչ որ չգիտեմ, հետքեր են մնում, թե վնաս է, թե ցավոտ է։ Չէ, արևայրուկը ոչ թե զուգակցել չի կարելի, եթե դուք ունեք արևայրուկ, դուք կարող եք դիմել պրոցեդուրային 2 շաբաթ անց արևայրուկից։ Եվ եթե կատարվում է պրոցեդուրան, այսինքն պացիենտն ընթացքի մեջ են, մենք ասում ենք, որ արևայրուկ չի կարելի, եթե արևի տակ եք լինում, անպայման օգտագործենք արևապաշտպան կրեմներ։ Այսինքն պրոցեդուրայից 2 շաբաթ հետո եւ պրոցեդուրայից այո 2 շաբաթ առաջ, ահա, հասկացա։ Ինչ կլինի, եթե չհետևել այս կանոնին։ Հետքեր կլինեն, թե հիվանդություն։ Չէ, հետքեր չէ, կարող է մի թեթև մաշկը պիգմենտացիա առաջացնի, մաշկի վրա պիգմենտացիա կարող է առաջացնել, կանցնի ինչ որ ժամանակ հետո, բայց քանի որ իրենք պրոցեդուրայի մեջ են համարվում, մենք դա խիստ իրենց ասում ենք, որպեսզի չի գալի, եթե որոշել եք, որ հերթականությամբ պետք է գաք եւ մազահեռացում կատարվի, այդ կանոնները պետք է պահել։ Դեք ինչի՞ց է լինում, որ տղամարդու մորուքը մեկ է մի տեղում ինչ որ սումանս թափեն։ Ես տեսել եմ տեսու մարդկանց։ Դա չեմ կարող ասել։ Չգիտեք, օքեյ։ Տարբեր պատճառներ կան։ Հա, տարբեր պատճառներ կան։ Լավ, օքեյ։ Շատ կանանց մաշկի պիգմենտացիան հետաքրքրում անհանգստացնում է եւ հետաքրքրում է ինչպես դրանից ձերբազատվել։ Ձեր կենտրոնում հնարավոր է դրան, չգիտեմ, ճառագայթումների կամ ինչ որ բաների արդյունքում դրանք թեթևանան, գունապղվեն։ Շատ լավ հարցրեցիք։ Այսպես է, եթե մեզ մոտ արդեն դիմում է եւ կատարվում մազահեռացումը վենուս համակարգով, դա թույլ է տալիս, որպեսզի մաշկի վրա եթե կան պիգմենտացիան, եթե կան որևէ հետքեր, դրանք մաքրվում են, այսինքն դա ինչի հետևանք է, տվյալ լույսի հետևանքով կոլագեն է ստիպում, որպեսզի մաշկը արտադրի, որ հետևանքով մաշկի ռեգեներացիոն ֆունկցիան է ակտիվանում, այսինքն եթե կան որևէ հետքեր, ինչ որ պիգմենտացիաներ, դրանք բոլորը քիչ-քիչ մաքրվում են։ Նախ եթե թեմային անդրադառնանք, ես նաև մեջբերմանում, եթե ունենք ներաճած մազեր, որոնք սովորաբար լինում են ոսկից, էպիլատրից հետո վերքեր են լինում, մազուր չունեն, դուրս գա մաշկի արտաքին շերտ, այդ բոլոր վերքերը, հետքերը վենուս համակարգը թույլ է տալիս մաքրել մաշկի վրայից։ Երբեմն անգամ մեր հաճախորդներն են զարմանում, ինչ կարքի են այս մաշկը փոխվել։ Իրենք ոչ պատկերացնում, ոչ էլ հավատում, որ կարող է տվյալ նման արդյունք հա մենք ունենանք։ Իսկ աղջիկներին սեռահարության ընթացքի մեջ դեռ գտնվող, հա, շատ վաղ շրջանում կարելի է անցնել այս պրոցեդուրան, թե ոչ 12-13 տարեկան, 11։ Չէ, 12-13 տարեկան չէ, սովորաբար կարող ենք անցնել 16 տարեկանից, արդեն այդ այսքան սեռահարման փուլ անցած աղջիկները նոր կարող են մեզ դիմել, բայց իհարկե մենք ունենք 12-13 տարեկան աղջիկներ, որոնք դպրոցում նեղվում են, վերիշուրթի
ժողովրդին հատվածում ունեն մազիկներ, սովորաբար մայրիկներն են իրենց բերում, դա անվտանգ է։ Այդ տարիքում Այսինքն խնդիր չի առողջության համար, չէ, միայն վերին շուրթի հատվածը կարող են որովհետև այո, այնպես տարիք է որ կոմպլեքսավորվում Այո, են կոմպլեքսավորում են մեկը մյուսին նայելով բոլորը անում են, չէ, դա խնդիր չի այդ կարող։ Մեր տարիքում մեր ժամանակ դա սովորական բան էր։ Լավ է որ արդեն ձեր ժամանակը չի Հա, լավ է, հա։ Իսկ տարիքային սահմանափակում արդեն մեծ տարիքում կա, թե Չէ, ոչ մի տարիքային Ոչ մի տարիքային սահմանափակում չկա, մենք անգամ ունենք 70 անց տատիկներ, որոնք դիմում են Եվ այո, եւ հետևում են իրենց շատ Ասացիք նաև որ հղիկանանց չի կարելի, իսկ կերակրող մայրերին, Չէ, կերակրող մայրերին էլ չի կարելի։ այսինքն այդ ընթացքը պիտի Այ ընթացքը այո, ավարտվի։ ավարտվի, նոր իրենք արդեն կարող են մեզ դիմել։ Շատ լավ, եւ կարծում եմ ժողովրդին ամենահետաքրքրող հարցերից մեկը, որքան արժե այս հաճույքը։ Շատ լավ հարց տվեցիք։ Հիմա այսպես մենք ունենք բավականին ակցիաներ այս ամառային մեր ծրագրերի հետ կապված։ Եթե ոտքերի հատվածն են ան բիկինի նվեր է լինում, եթե ձեռքերի հատվածն են ան թևատակերի հատվածն է նվեր լինում, այսինքն եւ պլյուս ամբողջ մարմնի վրա գործում է մինչեւ 60% զեղչ, այսինքն ամբողջ մարմինը մազահեռացում մարմինը արժի 90000։ Բիկինին որն է։ Բերգե։ Սիրելի աղջիկներ, կանայք եւ տղամարդիկ, հեռախոսահամարները դուք այժմ տեսնում եք ձեր էկրաններին 52 63 79 քաղաքային հեռախոսահամար եւ 077 էլի 53 63 79 52, ես ասացի 53, 52 63 79 այո հեռախոսահամարով կարող եք զանգահարել, օգտվեք ակցիաներից, քանի դեռ այո ամառը եւ մենք բոլորս պետք է լինենք գեղեցիկ, քանի որ ցանկալի է, ամբողջությամբ կվերանա։ Մեր հյուրներ Վենուս մազահեռացման ստուդիոյի բժիշկ Աշխեն Դանիելյանը կենտրոնը գտնվում է Կորյուն 19A հասցեում այցելեք եւ հետևեք ձեր արտաքին քննված տեսքին։ Շնորհակալություն ձեզ եւ մեր եթերում կոմերցիոն դադարը։ Գովաստ